Նաև կուզեմ խոսեմ այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկի մասին, դա շատ տարածված թմրամոլությունն ու խաղամոլությունն է մեր երիտասարդության մեջ, դա ամենամեծ գլոբալ թեման է, ինչ եք մտածում դրա մասին, ինչ պետք է արվի, որպեսզի երեխաները հեռու մնան այդ ամեն ինչից, երիտասարդները, ոչ թե երեխաները, երեխաներն էլ երևի իսկապես, բայց մեծամասնություն երիտասարդները։ Ավելի փոքր սերնդի երեխաներին ես ուղղակի կուզեմ ասել, որ պարտադիր չի ամեն երկրորդից ինչ-որ կոնֆետ վերցնել, որովհետև չգիտես այդ կոնֆետի մեջ ինչ կարող է լինի ու մի օր կարող է զանգեն քեզ դպրոցից ու ասեմ, որ կներեք ձեր երեխան սենց 2 ժամա նայում է մի կետին ու չի շարժվում։ Ես դա շատ մեծ խնդիր է իրականում, որը ես մտածում եմ, որ անվերահսկելի է այդ ամեն ինչը, բայց մենք պետք է ամեն մեր չափով երիտասարդներին ասենք, որ դա ամենասխալ որոշումն է, մենք չենք կարող այդ տարածվել այդ ամեն ինչի կանխարգելել, բայց պետք է գոնե երիտասարդներին բացատրենք ու որ նույնիսկ խնդրանքով ասենք, որ այդ ամեն ինչը ոչ մի լավ բանի չի բերելու։ Անդունդա մենակ հասցնելու էդի, թե խաղամոլությունը, թե թմրամոլությունը, չգիտեմ, շատ խմելը, չգիտեմ։ Ամեն ինչա մոլությունը, միշտ մոլության հատվածը արդեն ինքը վախենալու է իրականում, ուղղակի մի արեք։ Ցավոք սրտի պրոպագանդա կա դրա վերաբերյալ, ես ինքս գիտեք, որ Նիդերլանդներից եմ, մեր մոտ դա ազատ վաճառքի մեջ է, բայց հավատացեք, երևակայ այդ քանակը չկա, ինչ որ մեր փոքրիկ Հայաստանում է, որը շատ ցավալի է։ Չեք կարծում, որ պետք է ծնողները փոքր ժամանակվանից երեխային այնքան զբաղվածություն տան, որպեսզի երեխան ժամանակ չունենա դրա մասին մտածելու։ Դե մենք ինձ թվում է տենց ենք մեծացել հենց ու փոքր ժամանակվանից արդեն գիտենք, որ նույնիսկ այդ ծխախոտը, որ ինքը իրանից արդեն վատ բան է ներկայացնում ու հիմա էլ որ տեսնում ենք ծխախոտի տուփերի վրա այդ անդուր նկարները, արդեն ամեն ինչ ինքն իրանով ասում է էլի։ Ես մտածում եմ, որ բնական է պետք է երեխային շատ ծանրաբեռնվածություն տալ, տարբեր խմբակներ կլինի, սպորտ, երաժշտություն, ես մտածում եմ սպորտը շատ կարևոր է նախ փոքր ժամանակից, այկիդոյ, նորմալ սպորտի, որ գնա երեխան, հաստատ սպորտսմենի մտածելակերպով մարդը կյանքում չի շեղվի դեպի այդ կողմ, դրա համար ես չգիտեմ, նույնիսկ որպես խորհուրդ կարող եմ ասել ձեր երեխաներին անպայման սպորտի տարեք, դա շատ կարևոր բան է։